աղբի մեջ թաթախված պախանի երկիրը։ Ընդդիմության մեծագույն նաև մեղքի բաժինը կա, որ Ռոբերտ Քոչարյանի ընդհանրապես 10-ամյա այդ արյունոտ պաշտոնավարումը հնարավոր դարձավ։ Մի մեծ միֆ էր, չէ, իր շուրջ։ Ես Վովա Գասպարյանն եմ, ես գիժ չեմ, Ռոբը չի թողում, Ռոբը ասում է պետք է մինչև վերջ նստի։ Սերժը տեսնում է, մարտի 1-ի իրական իրադարձությունները ամբողջ նկարագրված են այդ հոդվածի մեջ։ Ասում էր, որ Արմեն Գևորգյանը զանգեց, ասեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է պիտի դատես 4 տարի։ Ինքը ասում էր, օրինակ մի օր ֆրակցիայով գնանք Ռուսաստանի ռուսական ռազմաբազայի եկեղեցու մոմ վառենք։ Ասենք ձեռես առնում։ Մենք ժողովրդից հեղափոխություն անելիս չենք ստացել արտաքին քաղաքական կուրսը փոխելու հանձնարարություն։ Ուղղակի վերջին ջանքերն է Ռուսաստանը գործադրում, որ մեզ պահի իր ուղեցրում։ Բայց դա արդեն անհնար է։ Հունիսի 7-ին Պուտինը այս իր ձագերով, այս մակաբույծներով, պարազիտներով պիտի պարտություն կրի։ Միքայել Մինասյանը եւ իր նման եւս մի 70 հոգի հարուստների զավակները սովորում էին Մուրադ Ռաֆայելյանում։ Իրենք վճարովի էին սովորում։ Գագիկ Բեգլարյանին պաշտոնից հեռացնելու հարցում անձնապես ունեցել եմ մասնակցություն։ Բարի օր Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր ինձ զրուցակիցը Հանուն Հանրապետության կուսակցության հիմնադիր ազգային ժողովի նախկին падգամավոր Արման Բաբաջանյանն է։ Ողջույն, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալել եք ձեր գեղեցիկ տանը։ Մենք հիացած ենք նաև բնությունով։ Շնորհակալ եմ հյուրընկալելու Ես ակնկալում եմ անկեղծ զրույց, նաև կարող են մի քիչ քննադատական հարցեր հնչեն, բայց նաև դուք մեր գործընկերն եք, ես գիտեմ, որ Սիրով կպատասխանեք։ Իհարկե։ Պարոն Բաբաջանյան, ես երբ որ նայում էի ձեր կենսագրությունը, տեսա, որ սկսել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այնտեղ ԶԼՄ եք հիմնադրել, հիմնադիր եք եղել, հետո որոշում եք կայացրել վերադառնալ Հայաստանի Հանրապետություն ու կոնկրետ ստեղծել ԶԼՄ եւ զբաղվել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիների իշխանությունների աշխատանքով։ Ինչ է արել, ինչպես է արել եւ այլն։ Նախ խնդրում եմ կասեք հեշտ էր որոշում կայացնելը Ամերիկայից վերադառնալ Հայաստան եւ ինչու հենց այդ կետից սկսեցիք։ Նախ մինչև Միացյալ Նահանգներից վերադառնալը եւ Միացյալ Նահանգներում 2003 թվականին լրատվամիջոց հիմնելը, ես արդեն 98 թվականին Հայաստանում մասնակցել եմ նախագահական ընտրություններին, հոգեվոր կրթություն ստանալուց հետո աջակցել եմ Կարեն Դեմիրճյանին, եղել եմ կենտրոնական շտաբում երիտասարդական կազմակերպությունների պատասխանատուն եւ արդեն հստակ ընդգծված քաղաքական դիրքորոշում եմ ունեցել, երբ մեկնել եմ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ գնացել եմ նաև, որովհետև ինձ զգուշացվել է երկրից դուրս գալ։ Այդ ժամանակ 98 թվականին Կարեն Դեմիրճյանի ընտրությունների ամփոփումից հետո արդյունքների ինձ այդպիսի առաջարկ եղավ, ես որպեսի նախագահական նստավայրում աշխատեմ, քննարկվում էր մամլոխոսնակի հնարավորությունը, դե առաջի անգամ եմ սրա մասին պատմում։ Ուրախ եմ շատ։ Եվ Վահան Հովհաննիսյանը այն ժամանակ անվտանգության հարցերով խորհրդականն էր նախագահի, ինքն էր ինձ ընդունում ու առաջի այսպես հարցը նա էր, բա ոնց պիտի մարդկանց բացատրենք Կարեն Դեմիրճյանից հետո սենց ես ասացի, որ ես կարող եմ ասել, որ պետության կարիքները հասկանալով եւ եթե ես կարող եմ իմ մասնագիտական փորձառությունը, հմտությունները որևէ կերպ նպաստ բերել պետությանը, ես պատրաստ եմ այդտեղ լինել, որովհետեւ Կարեն Դեմիրճյանի հետ նաեւ համաձայնեցրել էի, ինքը ինձ ասաց, որ մենք հաջորդ տարի գալիս ենք իշխանության եւ լավ կլինի, որ մենք ներսում մարդիկ ունենանք։ Եվ ինձ ասվեց, չէ, այդպես չի լինի։ Կասես, որ մասնագիտական քո կարողությունները օգտակար ես եղել դրանցով Կարեն Դեմիրճյանին, հիմա էլ օգտակար ես լինում Ռոբերտ Քոչարյանին, ասեց, այդպես չի, որտեվ ես մասնագիտականով չի եղել, գաղափարական եմ եղել այնտեղ։ Ինձ Կարեն Դեմիրճյանի կողքը գտնվել եմ, որովհետև
գաղափարապես ինձ շատ հոգեհարազատ է եղել եւ ծրագիրը եւ նաեւ տեսել եմ թե ինչպիսի հերանեկարներ կարող են Հայաստանի համար բացվել եւ դրանից հետո խորհրդակցել եմ Կարեն Դեմիրճյանի հետ ու մեկնել եմ Միացյալ Նահանգներ սովորել եւ իհարկե հայ համայնքում շատ ակտիվ ենք եղել մինչեւ 2003 թվականի արդեն նախագահական ընտրություններին ենք մասնակցել եւ կազմակերպել են ժամանակ Յուրի Վարդանյանը Լոս Անջելեսում շատ ակտիվ էր եւ մենք իրար հետ կազմակերպում էինք եւ հիմնականում համակարգում էինք ընդդիմադիր համայնքի կյանքը եւ առաջին անգամ իմ ընտրությունները անցկացվեցին Լոս Անջելեսում ես 2003-ին շատ ակտիվ ներգրաված էի մեդիա տարբեր նախագծերում, հեռուստատեսային տարբեր ալիքներում, իսկ Լոս Անջելեսում դրանք շատ են։ Եվ մենք ստացանք մոտ 97% քվեներ Ստեփան Դեմիրճյանի օգտին։ Դրանից հետո մենք հասկացանք, որ այդ տրամադրությունները նաև պիտի շարունակվեն եւ դրա համար պարբերական է պետք։ Եվ թերթը հիմնեցի հենց այդ ժամանակ օրաթերթը 2003 թվականին մայիսին հիմնեցի Լոս Անջելեսում, սկզբից շաբաթական 3 անգամ էր, հետո դարձավ ամենօրյա եւ շատ մեծ հետաքրքրություն կար թերթի նկատմամբ մինչեւ 2006 թվականը, որից հետո հասկացա, որ ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքով զբաղվելու համար պիտի Հայաստանում ապրես։ Չի կարելի նստել Ամերիկաներում, որպես դատողություններ անել, քննադատել իշխանությանը եւ այլն։ Պիտի գաս, այդ իրավունքը պիտի ստանաս, քո այստեղ ապրելով, կիսելով քաղաքացիների հոգսը, իրենց մտածումները եւ իրավունք ստանաս քննադատել։ Եկա եւ հիմնեցի այստեղ թերթը փետրվար ամսին 2006 թվականի, մինչեւ այդպես տեխնիկական գրասենյակի բանի հարց լուծեցինք, 20 օր էր, որ թերթը սկսել էր տպվել։ Հիշում եմ այդ օրվա հունիսի 6-ի խմբագրականներ Ռոբերտ Քոչարյանի նկարով խմբագրականը աղբի մեջ թաթախված պախանի երկիրը եւ այդ առավոտ ինձ տարան այդ վերջին այսպես կաթիլն էր եւ իհարկե առանցեցին, այսինքն Չէ, դատախազությունից եկան ինձ տարան ուղակի բացատրություն տալով այո կոնկրետ գործով որը ակնհայտորեն հենց նույն օրը ինձ առաջարկ էր արվում Մարսել Պետրոսյան անունով մեկը կար դատախազությունից, ով եկել էր դատարան խափանամիջոցը ընտրելու ժամանակ ասում էր փակի խմբագրությունը գնա, խոստացի որ կգնաս, մենք հիմա խափանամիջոցի հարցը լուծենք, էլի։ Դե 30 տարեկանում ասենք բանակի գործով նստելը որն է։ Մանավանդ որ բոլոր հիմքերը կան, որ ես ճեմարան եմ սովորել, ճեմարանում մենք ստանում էինք տարկետում բանակի 5 տարվա միանգամից, դրանից հետո սովորել եմ այն համալսարաններում, որոնք կառավարության այն ցուցակում էին, որոնք ընդհանրապես ազատում էին բանակից։ Ինձ նույնիսկ դա հաշվի չեն առել։ Ես վճարել եմ նաև այն սահմանված կարգով, որը ազատում է բանակից։ Մի խոսքով, դե էական չի, դա հաշվի չառնվեց։ Վարդան Ղուկասյանը կապվեց, պատմեց, որ իրեն Վովա Գասպարյանը կանչում է, ինքը այդ ժամանակ վայքում է լինում ռազմական ոստիկանությունում, ասում է, որ սենց մարդ կա, վերևից ասել են, Քոչարյանը ասել է, պետք է գործ արկվի։ Միայն նրա համար, որ դուք լրագրությամբ եք զբաղված, վերադարձել էիք եւ ուզում էիք ձեր աշխատանքը կատարել, սկսեցին ձեզ թիրախավորել, պարոն Բաբաջանյան։ Ու նաեւ դա պատճառ դարձավ, որ դուք սկսեցիք հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը թիրախավորել։ Ռոբերտ Քոչարյանն չէ, Ռոբերտ Քոչարյանը ինքը մարմնավորում էր ամբողջ արատավոր այն երևույթները, որոնք ուղեկցում էին սպանություններով, հետապնդումներով, դե գիտեք, ասենք, ինձ համար անձնական ողբերգության մի փուլ է եղել հոկտեմբեր 27-ը եւ դրան հաջորդած իրադարձությունները։ Չի եղել մի օր, որը ես Երևանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող քաղաքական, լրագրողական շրջանակների հետ կապ չունենամ։ Ամեն օր ցույցերը, հիշում եմ, ուրբաթ օրերն էին տեղի ունենում, հետևում էինք մարդկանց Լոս Անջելեսից կամ Միացյալ Նահանգների այլ հատվածներից հորդորում էինք անպայման մասնակցել այդ հավաքներին, ինչքան շատ կլինի, ինչքան ավելի մեծ մասնակցություն կունենան, դրանով ուրախանում էինք, տխրում էինք, երբ պայքարը ավելի այո նվազում էր քանակը մարդկանց, բայց ամեն օր ապրել ենք դրանով։ Եվ բնականաբար
շատ որոշակիորեն պատկերացում ունեինք, թե Հայաստանը ինչի մեջ է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի եւ ընտրվելով 98-ին եւ վերընտրվելով 2003-ին եւ իհարկե հույս ունեինք, որ այդ հնարավոր կլինի նաեւ ընդդիմադիր պայքարով կասեցնել այդ ընթացքը, բայց նաեւ կարծում եմ, որ ընդդիմության մեծագույն նաեւ մեղքի բաժինը կա, որ Ռոբերտ Քոչարյանի ընդհանրապես 10-ամյա այդ արյունոտ պաշտոնավարումը հնարավոր դարձավ։ Իհարկե ես 2003-ին եկել եմ Հայաստան, ընտրություններին այստեղ եմ եղել նաեւ միջազգայինների հետ սերտ կապ եմ ապահովել Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի եւ միջազգային կազմակերպությունների, ուրիշ շատ քաղաքական գործիչների ես շատ սերտ հարաբերություններ ունեի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իրեն միշտ գրքեր էի բերում Միացյալ Նահանգներից, միշտ խոսում էինք եւ գտնում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի վերադառնա քաղաքականություն եւ իր վերադարձը կարող է շատ մեծ բեկում առաջացնել։ Դեռ 2002-ին քննարկում էինք, ինքը ասեց, չէ, ես իմ ժամը չի եւ ես ուզում եմ իմ գործերով զբաղվել, գիրքեր գրում այդ ժամանակ եւ իհարկե 2006-ին ես արդեն բանտում էի, նամակներ էի գրում իրեն, մենք կապի մեջ էինք եւ ինքը ասեց, որ 2007-ին արդեն որոշում ունի վերադառնալու։ Հանրային շրջանում, պարոն Բաբաջանյան, մի տեղեկություն էր մշտապես շրջանառվում, որ կապ եք ունեցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, Իտալիայում համակուրսեցիներ եք եղել, միմյանց հետ եք սովորել։ Արդյոք այդ պնդումները ճիշտ են ու ձեր հակադարձումները կա հակադարձում, ինչպես է եղել շփումը, ինչ հարաբերություններ եք ունեցել, ինչ կապերի մեջ եք եղել։ Ես եղել եմ ուսանող Սուրբ Ղազար հոգևոր ակադեմիայում եւ մենք ես երկու տեղ եմ սովորել Սուրբ Ղազարում եւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանում։ Ամեն օր մենք առավոտյան ժամը 6-ին էր 5:30 էր գալիս էինք Մուրադ Ռաֆայելյան, մեր աշխարհիկ կրթությունը ստանում էինք, հետո գնում էինք հոգևոր ակադեմիա։ Միքայել Մինասյանը եւ իր նման եւս մի 70 հոգի հարուստների զավակները սովորում էին Մուրադ Ռաֆայելյանում։ Իրենք վճարովի էին սովորում, տարեկան թե ամսական $7,000։ Մենք այդ փողը չունեինք, մենք աղքատ էինք եւ ես նաեւ հոգեվոր կրթության էի գնացել Սուրբ Ղազար։ Այո, ես մի կուրս բարձր եմ եղել իրենից, մենք կուրսեցիներ չենք եղել, ճանաչել ենք իրենց, բայց մենք չենք կարող իրար հետ հարաբերություններ, որովհետեւ իրենք հարուստներով, հարուստի երեխեքով իրար հետ էին հիմնականում կապ պահում։ Մենք առնչվել ենք, բայց այդպես խորը ընկերություն չենք ունեցել։ Հետո ես եկել եմ մի անգամ իրեն հանդիպել եմ հայ-վրացական սահմանին, ինքը նույնիսկ չի բարևել ինձ, ինքը արդեն կարծեմ հանդիպում էր Սերժ Սարգսյանի դստեր հետ եւ ես հասկացա, որ մենք ընդհանուր որևէ բան չունենք, այդ նշանակում է, որ ինքը չի ուզում հարաբերություն պահել։ Եվ հետո ես երբ ազատազրկվեցի, թերթը վաճառվում էր Պրեստենտ ընկերություն կար, որը ղեկավարում էր իր մտերիմ ընկերը Արման Սահակյանը, որը իմ եղբոր հետ կապ էր պահում թերթը իրացնելու հարցերով։ Երբ ես վերադարձա, Արմանը ուզեց ինձ հետ հանդիպի եւ մեր հանդիպման ժամանակ ինքը ասեց, որ Միշա ասում է, որ ինչ որ հրապարակումներից ենթադրել էր, որ ես անձնական ինչ որ բան ունեմ իր նկատմամբ, որ ինքը ամեն ինչ արել է, որպեսզի ես լավ հարաբերություն մինչև 3.5 տարի չնստեմ բանտում, բայց անհնար է եղել, որտեվ Ռոբը չի թողում, Ռոբը ասում է պետքա մինչև վերջ նստի Բաբաջանյանը եւ Սերժն էլ չէր կարող, արդեն Սերժն էր նախագահան, Սերժն էլ չի կարողացել ընդդիմանալ, կամ այդ գինը չի ուզեցել վճարի, որ իմ պատճառով Ռոբի հետ հավելյալ կոնֆլիկտ ունենա։ Ես ասացի, բավապես ես որևէ անձնական բան չունեմ իր նկատմամբ, ես համարում եմ, որ ինքը նաեւ էս համակարգի մի կարևոր կտոր է եւ ես որևէ կաշկանդվածություն չունեմ իր վերաբերյալ որևէ հրապարակում անելու եւ արել եմ եւ համարում եմ, որ երկիրը այս ծայրաստիճան վիճակին հասցնողներից մեկն էլ ինքն է։ Ու իհարկե հասկանում եմ, որ քաղաքական այն շրջանակները, ովքեր ինձ չեն կարողացել առնել, իրենք այդ տեսակ լուրերով փորձում էին, որտեղ միշը մի մեծ միֆ էր, չէ, իր շուրջ։ Մեդիա մագնատ, այո, որ բոլորին գումար էր տալիս, որտեղ ես էլ շատ ուժեղ լրատվամիջոց էի ստեղծել, դե ուժեղ լրատվամիջոցները պիտի այս կամ այն կերպ կապ ունենան նրա հետ, ուրեմն դե իրենք այդ բանը ունեին, այդ պատկերացումը ունեին եւ մենք մեր ուժը ցույց ենք տվել անկախ
միշի քաղաքական տիրույթում լինել կամ իշխանության մեջ լինել չլինելուց, նաև այն ժամանակ, երբ հեղափոխություն եղավ եւ դրանից հետո մենք շարունակեցինք մեր ընթացքը, այսինքն գոնե դա արդեն ապացույց էր, որ Միքայել Մինասյանի դուրս գալուց հետո լրատվամիջոցը կարողացավ 8 տարի մենք նորմալ շարունակում ենք մեր աշխատանքները, մեր գործունեությունը, թեև ես անձնապես գրեթե մասնակցություն էլ չունեմ դրանում, որտեղ կարողացել եմ այնպիսի ինստիտուցիոնալ հիմքեր դնել, որ լրատվամիջոցը նորմալ աշխատում է, բայց նաև ֆինանսական հարցերն են կարողացել լուծել բացառապես գովազդային մուտքերի հաշվին ու դա շատ օգնել է ընդհանրապես այդ խոշոր կապիտալի կրողներից հնարավորինս դիստանցիա պահելու տեսանկյունից։ Դուք նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եք փոխհարաբերություններ ունենում, ելի շրջանառություններ կար, տեղեկություններ, որ լավ եք եղել, լավ հարաբերություններ եք ունեցել, բայց հետո ժամանակի ընթացքում քննադատելով նախկին իշխանություններին, իրեն եւս քննադատում եք։ Ոնց կներկայացնեք, ինչ հարաբերություններ են եղել, ինչպես է եղել։ Իրան քննադատել եմ նաև երբ որ հարաբերություններ եմ ունեցել։ Վովա Գասպարյանը 2009 թվին կամ 10 թվին Սուրեն Սիրունյան անունով մենք ընկեր ունեինք Վանոյի ճուտը։ Այդպես էր։ Իր մականունը մի բացառիկ ընկեր իր միջոցով հանդիպում խնդրեց, որպեսզի ինձ համոզի, որ ինքը ոչ մի կապ չունի իմ անազատության մեջ գտնվելու հետ։ Դե ռազմական ոստիկանությունն է, չէ՞, առաջինը քրեական գործ հարուցելու նյութերը պատրաստում։ Այդ հետո ինձ Վարդան Ղուկասյանը պատմեց, որ հենց Վովա Գասպարյանն է իրան կանչել վայքից ին վրա անանիմկա սարքելու։ Վարդան Ղուկասյանը դոգին նկատի ունեք, այո։ Զանգեց եւ ինքը իդեպ նաեւ գլխավոր դատախազին դիմում էր գրել այդ մասին։ Ինձ Արթուր Դավթյանը ասաց, որ դիմում է գրել հաջակցություն ինձ, որ ցույց տա, որ այդ գործը առհասարակ իմ վրա սարքվել է շատ կոնկրետ հանձնարարությամբ Վլադիմիր Գասպարյանի առաջադրանքով։ Երթվում էր Աստծո անունով եւ գիտեք, Վովա Գասպարյանը կարողանում է դա անել, որ ինքը կապ չունի դրա հետ։ Անկախ դրանից այդ հարաբերությունները սկսվել են այդ պահից, այդ ա եղել առիթը, որպեսզի ինքը ուրեմն ինձ այո ցույց տա, որ ինքը ոչ մի առնչություն չունի, սաղրոբն է եւ մնացածը եւ այլն։ Եվ բանակի հերթական տարեդարձի առիթով ես իրեն խնդրում եմ, որպեսզի ինքը ինձ հարցազրույց տա։ Մենք իր նշանակած վայր ենք գնում, ռեստորաններից մեկը օպերայի տարածքում եւ ինքը շատ անկեղծ պատմում է մարտի 1-ի իրադարձությունների մասին եւ ասում է, որ Միքայել Հարությունյանն ու Խաչատուրովը այս հանձնարարությունն էին տալիս, թե ոնց էին կոորդինացնում այդ ամբողջ աշխատանքները։ Ամբողջությամբ նկարագրվում է, վերնագիրն էլ այսպես է, ես Վովա Գասպարյանն եմ, ես գիժ չեմ, ինչ-որ sense մի բան է։ Բանակի օրվա առիթով պետական միջոցառման ժամանակ Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի տիկնայք այս թերթերը վերցնում, գնում են Սերժի մոտ, սկսում են լացել։ Հենց միջոցառման ժամանակ ինձ պատմում է Վովա Գասպարյանը։ Սերժը տեսնում է Մարտի 1-ի իրական իրադարձությունները ամբողջ նկարագրված են այդ հոդվածի մեջ, այդ հարցազրույցի։ Գասպարյանը խոսքերով։ Գասպարյանը ասում է, ի՞նչ է։ Ուրեմն եթե մի օրվա ընթացքում սրա հերքումը չեղավ, դու իսկ ինքը արդեն պաշտպանության փոխնախարարը եւ ի պաշտոն է, կարծեմ նաեւ ռազմական ոստիկանության պետն է։ Սեյրան Օհանյանն է նախարարը, ասում է, այս հարցերը բան է։ Եվ մի ամբողջ ներքին գործերի նախարարություն գալիս է խմբագրություն, որ այդ հերքումը ինձնից ստանան։ Ես էլ ունեմ 2 ձայնագրված հեռախոս ձայնագրիչներով, ինչ չեմ կարող հերքել, ինչ է հերքեմ։ Ասվել է ասենց բան։ Ինձ ինչ առաջարկ ասես արվում է։ Ես այն պողոտա, չեմ կարող ես սրա, սա արդեն իր գործը արել է, այսքան եւ այլն։ Ասում ես մի բան կարող եմ անել։ Եթե Վովա Գասպարյանը իր ձեռագրով գրի, որ այն ինչ որ ասել է, չի համապատասխանում իրականությանը։ Բայց ես չեմ հերքի։ Եվ ես դա տպագրում եմ իր ձեռագրով, գրում է։ Ինքը գրում է, լիքը տարածքալներով իդեպ։ Եվ ես դա հրապարակում եմ։ Դա կրկնակի բոլորին ապացուցում է, որ դա իրական է, բայց դա փրկում է Վովա Գասպարյանին, պահպանել պաշտոնը, եւ դա մեծ տենց ընկերության բան է դառնում, պատճառ է դառնում։ Եվ այո, մենք հարաբերվել ենք
իրար հետ միջև իմ լրագրողներից մեկին ինքը հրապարակային վիրավորում է Ծիծեռնակաբերդում Սիրանուշին Պապյան Վովա Գասպարյանը կարծում է որ ես պիտի լրագրողին թողնեմ եւ մեր ընկերությունը ավելի կարեւոր գնահատեմ այդպես բան չկա այնպես որ ինչպես դու պարտավոր ես ոստիկանին պաշտպանել այնպես ես իմ լրագրողին եմ պաշտպանելու ինքը պիտի գնա դատական պատասխանատվություն այո եւ այդտեղ մենք խզում ենք ունենում հարաբերությունների հանդիպում ենք Սիրանուշի հետ Սիրանուշը չի ընկրկում, նաև իմ հորդորով չի ընկրկում, որտեղ ես կարծում եմ, որ այն վիրավորանքը, որ ինքը հասցրել էր, դա պիտի ունենար հետևանք։ Սիրանուշը գնում է միջև Մարդու Եվրոպական դատարան, շահեց վերջերս այդ դատը, եւ մենք հարաբերությունները այդպես ընդհատվել են, մենք հարաբերություն չունենք։ Պարոն Բաբաջանյան, հնչեցնեմ նաև այս հարցը, որովհետեւ էլի տարածված հրապարակումների համաձայն Գասպարյանը կապ էր ունեցել ձեր առանձնատան վաճառքի հետ կապված, ասվում էր, որ ճնշումների միջոցով է խլվել է նույնիսկ տունը, որպեսզի տանձես։ Այդ պնդումներին ինչպես է արձագանքում։ Վովա Գասպարյանը ընդհանրապես դրա հետ կապ չունի, տան սեփականատերը ես ճիշտ ասած սեփականատիրոջ հորեղբոր տղան իրենք ինչ որ ֆինանսական հարցեր ունեին այդ իսկ սեփականատերը բանտում էր այդ ժամանակ գտնվում եւ ինքը կարծում էր որ տան նկատմամբ ինքը ինչ որ իրավունքներ ունի այդպիսի փորձեր էր անում եւ ինձ այդ ինչ որ հրապարակումներ եղան ես խնդրեցի որ դատական կարգով գնանք այդ հարցերը լուծենք այդպես էլ լուծեցինք հարցերը Գասպարյանը որևէ կապ չունի որևէ ձևով ինքը դրանում ներգրաված չի եղել եւ չէր կարող լինել, որտեվ կոնկրետ սեփականատիրոջ ընտանիքի մերձավոր ինչ որ շրջանակների հարցեր է։ Ծանր է այս հարցը, ես գիտեմ ձեզ համար, բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի տարիներին դուք դատապարտվել եք իբրև բանակից խուսափելու համար։ Նախնական ասեցիք, որ ունեիք բոլոր փաստաթղթերը, ապացուցված էր, թե ինչն էր պատճառը, որ բանակում չեք ծառայել, բայց դատապարտվել եք երկար ժամանակ։ Տհաճ կլինի այս հարցը, անդադար շահարկվել է, որ դուք ձեր մայրիկի դեմ ցուցմունք եք գրել ու որպեսզի այս հարցը կարգավորեք, ինչ որ խնդիրներ էր առաջացել եւ դուք ստիպված եք եղել ցուցմունք գրել։ Ոնց բացատրենք հանրությանը։ Այս այնքան ուրախ եմ, որ առաջի անգամ գոնե այս հարցը տրվում է, որտեվ դրա վերաբերյալ վերջերս մի գրառում արեցի, բայց կարծում եմ այս այն հարցն է, հանրության, այո, այդ շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Նախ որ ես բուն գործով արդարացվեցի 2-3 տարի առաջ մտանք ես դիմեցի գլխավոր դատախազը դիմեց Վճռաբեկ դատարանին դատարանը գտավ որ նոր Երևան եկած հանգամանքները լրիվ հիմնավոր են դարձնում որ գործը նորից քննվի եւ գնացինք Արաչինացյանի դատարան գործի ամբողջական քննություն տեղի ունեցավ եւ ապացուցվեց որ այն բոլոր փաստարկները որոնք գործի հիմքում են դրվել լրիվ կեղծ են եղել ուղղակի ֆաբրիկացիա է եղել այո ես բոլոր հիմքերը ունեցել եմ տարկետման այդ հիմքերը ուղղակի վերացրել էին, որպեսզի ինձ անպայման անազատության մատնեն։ Գործով դատավորը ինձ ներողություն է խնդրել խանութում, որը առաջ խաղացում է ունեցել իդեպ։ Անուն ազգանունքը հնչեց։ Մնացական Մարտիրոսյան։ Այդ տեսակ գործերը միայն ինքն էր քննում, եթե գիտեք։ Ասում էր, որ Արմեն Գևորգյանը զանգեց, ասեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ «Դի դատես 4 տարի»։ 4 տարի։ Բառացի։ Հիմա թող գնան, քննեն, իմանան ով է հանձնարարել եւ ոնց է եղել այդ ամեն ինչը։ Ընդհանրապես մամայի հետ կապված որևէ հարց չի եղել, ոչ մի ցուցմունքի հարց չի եղել։ Այն զինկոմը ով մասնակցել է գործի քննությանը, ինքն է նշել, որ հանդիպել է մորս, որը տրամադրել է իմ ճեմարանի տարկետման փաստաթղթերը, ապացույցները։ Եվ այդպես մորս անունը սկսել է գործի մաս դառնալ։ Ոչ մի եւ քանի որ մայրս մասնակցել է, Աղվան Հովսեփյանը որոշել է, որ մորս դեմ պետքա եւս քննություն անցկացվի ու հետախուզում է հայտարարվել մամայիս նկատմամբ, ընդամենը։ Իդեպ երբ ես ազատ եմ արձակվել, գնացել եմ Աղվան Հովսեփյանին, ասել եմ տատս հիվանդ է, թույլ տվեք որ մայրս գա եւ այդպես նաեւ այդ հետախուզումն է վերացել։ Որևէ ցուցմունք չկա։ Ու ես ուզում էի միշտ հասկանալ ես որտեղից է գալիս այս պատմությունը, անցած օրը Քոչարյանը իր հանրահավաքում սրա մասին պատմեց։ Ես հասկացա, որ այդ իրանք են այդ ֆաբրիկացիան արել, այդ հերյուրանքը
մտածել, որպես քաղաքական, դե որ քաղաքական բան չկա ասելու, ինչ պիտի անեն, պիտի մտնեն այդ անձնական տարածք, մայր, որդի, ընդհանրապես այդ տեսակ թեմա չկա։ Ճիշտ ասած ինձ ընկերներս նաև իրավապաշտպաններ ասում էին դատի տանք, որտեվ դրա մասին Վարդանիկներ խոսում, չգիտեմ, ով ասես։ Եվ մենք ընդմիշտ այդ փակելու համար մտածում էինք, որ այդ դատական ինչ որ մի գործ պիտի որտեղ մարդիկ ասում են, որ ես ցուցմունք եմ տվել, մերս դատվել է նույնիսկ։ Իմ տված ցույց, այս ամբարոյականության հələ նայեք պիլոտաժը, էլի։ Չկա այդպիսի բան, այդ լրիվ մտածածին հիմար խոսակցություններ են, որոնք վերջին այս նաև նախընտրական այս շրջանում ինձ համար պարզ դարձավ, որ դա կոնկրետ Քոչարյանի մտածած կամ իր անմիջական շրջապատին վերաբերող ուրեմն բանն է։ Հերորանքա։ Քաղաքական գործունեության մասին խոսենք ձեզ։ Դուք սկսեցիք Լուսավոր Հայաստանի հետ, Էդմոն Մարուքյանի հետ, եկաք ազգային ժողով, խորհրդարան սկսեցիք աշխատանքի ու ինչ որ մի պահ առանձնացաք Լուսավոր Հայաստանից ստեղծեցիք ձեր կուսակցությունը եւ շարունակեցիք այդ ուղղությամբ։ Ինչն է։ Ես ավելին ասեմ 2013 թվականին Էդմոն Մարուքյանը падգամավոր է դարձել իմ գործուն ջանքերով։ Եվ ինչպես Վիկտոր Դալաքյանը դատի էր տալիս իրան, որտեվ ինքը կեղծել էր ինչ որ թղթեր, եթե հիշում եք, այո, ասում էր, որ ինքը քաղաքացիություն չի ունեցել։ Չէ, 6 ամիսը ցենզը չէր պահել, որտեվ դրսում էր սովորել, ինչդեռ դրսում սովորելը չէր խախտում այդ ցենզը։ Մենք ինչ որ արել ենք, օրինական ենք արել։ Եվ իրեն որոշել էին դուրս դնել։ Ինքը հաղթել էր Վիկտոր Դալաքյանին, դե ոնց կարող ես հաղթել հանրապետական իշխանության օրոք։ Կարկառուն եկար։ Այո։ Եւ ես գնացել եմ դռնեդուր հանրապետականների, Բեկլարյանին եմ հանդիպել, տարբեր մարդկանց եմ հանդիպել, նաեւ որպես գլխավոր խմբագիր ու ասել եմ թույլ տվեք մի անկախ падգամավոր լինի խորհրդարանում։ Ամեն ինչ արել եմ, որպեսզի Էդմոնը լինի խորհրդարանում, եւ դա է դարձել նաեւ պատճառ, որ ինքը հետո կուսակցություն է ստեղծելիս, ամեն ինչով օգնել եմ, իմ ամբողջ լրատվամիջոցով եմ օգնել։ Ինչու բաժանվեցիք։ Որպեսզի որտեվ մեր քաղաքական պատկերացումները առհասարակ փոխվեցին, որտեվ ինքը կարծում էր, որ այն գաղափարները, որ մեզ տարել էր խորհրդարան, կարող են օգնել գործող իշխանությանը, ինքը ասում էր, ես Նիկոլ Փաշինյանի օգտին չեմ պատրաստվում որևէ բան անել։ Օրինակ։ Բայց հիմնարար հարցերը վերաբերում էին իհարկե մեր պատկերացումներին, արտաքին քաղաքական պատկերացումներին։ Իր կուսակցության կանոնադրության մեջ գրված է Եվրամիության անդամակցությունը որպես նպատակ կուսակցության։ Բայց ինքը դրան տրամագծորեն հակառակ բաներ էր անում։ Ինքը ասում էր, օրինակ, մի օր ֆրակցիայով գնանք ռուսական ռազմաբազայի եկեղեցում մոմ վառենք։ Ասենք ձեռ ես առնում։ Ես ռուսական ռազմաբազա, եկեղեցի ռուսական մոմ ուրիշ հարցեր էլ կային, որոնք այլևս մեր համատեղ աշխատանք ուղղակի անհնար էր դարձնում, եւ ես շատ ուրախ եմ, որ ինքը իր գործունեությամբ նախ իր անմիջական ընկերները կուսակցական հեռացան եւ կուսակցությունից իրականում բան չմնաց, ուր մնաց ինձ, որ ես կուսակցական չեմ եղել։ Ես շատ մեծ նյութական մասնակցություն եմ ունեցել, երբ որ 18 թվականին առաջադրվել եմ եւ երրորդ համարն եմ եղել, թե երկրորդ համարն եմ եղել, երրորդ համարն եմ եղել։ Այդ կուսակցության ցուցակով, այսինքն ամբողջությամբ նաեւ այդ իրավունքը ունեցել եմ, թե դրան նախորդած տարիներին ունեցած իմ մասնակցությամբ, իմ ներդրումով եւ թե ուղղակի այդ ընտրություններին իմ մասնակցությամբ եւ բաժանվել ենք, որտեղ այլևս հնարավոր չէր, որտեղ ունեինք տրամագծորեն տարբերվող պատկերացումներ մեր երկրի ապագայի վերաբերյալ։ Պարոն Բաբաջանյան, տևական ժամանակ իշխանությունները անդադ խոսում են ֆինանսավորումների, որտեղից են գումարները գալիս, ֆինանսական թափանցիկության մասին եւ այլն։ Կխնդրեի դուք խոսեիք, ձեր կուսակցության, ձեր ֆինանսական թափանցիկության մասին, ով է ձեզ հովանավորում, որտեղից են գումարները գալիս, որտեղ անդադար այս հարցն է շրջանառվում հանրության մոտ։ Ճիշտ ասած առաջին անգամ եմ լսում, որ շրջանառվում է անդադար, բայց շատ լավ հարց եք տալիս։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ թափանցիկության հարց կա։ Լրատվամիջոցները պարտավոր են ցույց տալ, որտեղից են ստանում այդ միջոցները, ու ես շատ վաղօրոք հասկանալով, որ ինչ որ մի պահի այս ֆինանսների հարցը գալու է եւ ֆինանսական անկախության հարցը ծայրաստիճան կարեւոր է լինելու լրատվամիջոցների համար, մենք ամբողջությամբ մեր լրատվամիջոցը դրեցինք վիդեո կոնտենտի ռելսերի վրա, որոնք ահռելի եկամուտներ էին բերում, ահռելի, այնքան, որ ինձ տալիս էր այնքան անկախություն, որ ես որևէ գովազդի կարիք չունեի նույնիսկ։
եւ այդ ծավալները միշտ ավելացրել ենք եւ այդ եկամուտները միշտ ավելացրել ենք YouTube-ի ստացվող եկամուտները բավարար են եղել, որպեսզի մենք կարողանանք ուրեմն մեր գոյությունը այստեղ պահել։ Գումարած Միացյալ Նահանգներում թերթը շարունակում է հրապարակվել։ Եվ այնտեղից ստացվող եկամուտները թույլ են տալիս, որ մենք կարողանանք այստեղ ինքնաբավ լինել։ Այս ժամանակ օրաթերթեր է բերում։ Իհարկե։ Եվ մի մոդել եմ կարողացել ստեղծել, որ մենք ինքնաբավության որևէ խնդիր չունենանք, գումարած այն գովազդային մուտքերը, որ մենք ունենք, այդ թվում նաև ընկերներս, որոնք որ դեռ 2006 թվականին իմ կողքին կանգնած էին բժիշկներ, իրավաբաններ, որ ես որոշեցի Հայաստան պիտի գնամ, իրենք ասին մենք պատրաստ ենք քո կողքին լինել։ Իրենք սկզբում թերթին էին օգնում մեզ, որտեղ դա նոր թերթ էր, մեզ պետք էր ոտքի կանգնել։ Հետո արդեն քաղաքական գործունեությունը ավելի ուշ, արդեն 20 թվականին մենք ստեղծվեցինք։ Դրանից առաջ նախաձեռնություն էր, 20 թվականին կուսակցություն ստեղծեցինք եւ ընկերների շատ մեծ խումբ կարողացանք առաջ բերել, որոնք աջակցում էին մեզ, բայց իհարկե այստեղ շատ հիմնարար ուրիշ հարց կա։ Բիզնեսի եւ քաղաքականության ընդհանրապես հարաբերությունների խնդիր կա։ Միջև մենք չհասնենք նրան, որ բիզնեսը իր շահը տեսնի քաղաքականության մեջ եւ քաղաքականությունը կարողանա ֆինանսավորի մեր քաղաքական կյանքը շարունակելու է այսպես օլիգարխների եւ մեծահարուստների մենաշնորհը մնալ։ Տեսեք, այսօր էլ քաղաքական process-ների մեջ ենք, խոշոր շնաձկներ փորձում են կուլ տալ փոքրերի, իրենց փողի հաշվին։ Էլ ինչ միլիարդավոր ուրեմն միջոցներ ներդնելով շրջանառության մեջ ու դա կարծում եմ նաև պետության բաց թողումն է, ձախողումն է, որ հավասար պայմաններ չկան ստեղծված քաղաքական ուժերի համար եւ այն ֆիկտիվ թվերը, որոնք ներկայացվում են, որ մուտքեր են եղել, չգիտեմ, բարձա չէ, ինչ որ մարդկանց փող են տալիս, մուտք են անում այդ հիմնադրամներ, որպեսզի կարողանան հաշվետվությունները ներկայացնել, բայց մենք գիտենք, որ դրանք իրենց անձնական միջոցներն են։ Այսինքն պետությունը չի կարողացել իմ եւ այդ մեծահարուստների համար հավասար այնպիսի պայմաններ ստեղծի, որ նա չկարողանա իր թալանած գումարով, օրինակ, շարունակի մնալ քաղաքականության մեջ, ես էլ իմ համեստ միջոցներով կարողանամ հավասար պայմանների արկայությամբ ուրեմն մասնակցել քաղաքական գործընթացին։ Դուք պարոն Բաբաջանյան, այն քաղաքական գործիչն եք, որը հստակ ունի ուղղվածություն, հա, արևմտամետ ուղղվածությունն է ձերը եւ հիմնականում իրենց արևմտամետների կողմնորոշումը մարդու իրավունքներ, արժանապատվություն, անպայման դրանք պետք է լինեն, մարդը առաջնային է ազատություններ, ժողովրդավարություն, ինքնիշխանություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանում է այդ ամեն ինչը, ինչ որ այս ժամանակահատվածում իրականորեն։ Իսկ իրենք արտաքին քաղաքական իմաստով երբեք չեն ասել, որ արևմտամետ են։ Նախ իրենք իզմեր չունեն։ Ավելին, ես առաջին գումարման 8-րդ գումարման 7-րդ գումարման ազգային ժողովում մշտապես այդ հարցը բարձրացրել եմ, որ արտաքին քաղաքական վեկտորի հարց կա։ Իրենք միշտ գալիս էին ինձ ընդդիմախոսում էին, ասում էին մենք ժողովրդից հեղափոխություն անելիս չենք ստացել արտաքին քաղաքական կուրսը փոխելու հանձնարարություն։ Եվ մենք չենք պատրաստվում, չէ, անդադար խոսում են, որ մենք ոչ նախնական փուլում։ Հա, հեղափոխությունից հետո։ Շապես հետո Լենա Նազարյանը փոխնախագահն էր, իջնում էր ինձ անդադ հակադարձում էր, ասում էր ոչ մենք չենք փոխելու մեր արտաքին քաղաքական կուրսը։ Ամեն ինչ շատ նորմալ է, մենք մնում ենք ռուսական բոլոր պայմանավորվածություններում, նախագծերում, բայց ժողովրդավարական երկիր ենք սարքում։ Ինչը անհնար է, դու չես կարող լինել ռուսական, այսպես ասած, ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորների դաշինքների անդամ եւ ստեղծել ժողովրդավարական երկիր։ Դա նոնսենս է։ Դու պիտի լինես իրենց նման, Լուկաշենկո պիտի լինես, հա, Բելարուս պիտի լինես։ Այդ ամենը փոխվեց 2022 թվականից։ Երբ Հայաստանը լրիվ վերջնականապես համոզվեց, որ Ռուսաստանը ձեռքերը լվացել է, եւ կտրուկ նաեւ արտաքին քաղաքական կուրս փոխելու որոշում կայացվեց։ Մինչեւ այդ չի եղել այդ համոզումը եւ նաեւ վախեր կային, որ այդ որոշումը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա։ Եվ հիմա էլ ես կարծում եմ, որ մենք ունենք շատ ընդհանրություն գործող իշխանությունը արտաքին քաղաքական, նաեւ մեր մասնակցությամբ, հա, Եվրաքվեի ստորագրահավաքը ընդունվեց օրենք, որը կարծես ավելի
արագացրեց մոտիկացրեց եվրոինտեգրման process-ը, Եվրամիության անդամակցության հերանեկար գոնե ստեղծեց Հայաստանի համար։ Դա մեր մասնակցությամբ ա եղել եւ մեր ուղղակի մենք դրոշակակիրն ենք եղել այդ նախաձեռնության։ Նաեւ նյութապես մասնակցել ենք Եվրաքվեի ստորագրահավաքին։ Քաղաքացիական պայմանագիրը չունի ընդգծված քաղաքական կողմնորոշում։ Իրենք համարում են, որ հիմա Հայաստանի շահերից է բխում օրինակ լինել արևմուտքի հետ, բայց պահպանելով նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իրենք հիմա ընտրել են այս ճանապարհը։ Վաղը կարող է իրենք գտնեն, որ պետքա վեկտորը փոխել, իրենք կփոխեն։ Մենք գտնում ենք, որ ընդհանրապես Հայաստանի հարատևությունը որպես ինքնիշխան երկիր երաշխավորելու համար մենք պիտի լինենք Եվրամիության անդամ երկիր, որտեղ Եվրամիության անդամ մեր նման փոքր կոմպակտ երկրները կենսունակությունը չեն կորցրել միայն Եվրոպական միության կազմում։ Ինչու դուք շատ կարևոր հարց տվեցիք եւ սկզբում նաեւ ներածական ավելացում արեցիք իրավունքներ, ազատություններ, ժողովրդավարություն, որովհետեւ այ Եվրոպական միությունն է, որ առաջ է մղում իրավունքի ուժը։ Այո։ Իսկ մյուս բոլոր միավորումները, որտեղ Հայաստանը երբևէ գտնվել է եւ շարունակում է գտնվել, ուժի իրավունքն է պաշտպանվում, որտեղ մենք շանս չունենք, որտեղ մենք կոմպակտ փոքր երկիր ենք։ Մեր քանակը եւ մեր ծավալները թույլ չեն տալիս լինել այնպիսի միավորումների մեջ, որտեղ ուժի իրավունքն է պաշտպանվում։ Եվրամիությունը ցույց է տվել, որ Լյուքսեմբուրգի նման փոքր երկիրը եւ Գերմանիայի նման մեծ երկիրը կարող են համերաշխորեն գոյակցել Եվրոպական միությունը, որտեղ որևէ կերպ նրա մեծությունը չի կաշկանդում նրա փոքրությանը։ Դուք իսկապես հավատում եք, որ Հայաստանը մի օր եվրոպական ապագա է ունենալու, որտեղ Եմեն կարծես թե սպասեք, կտրոն քաշեք, սպասեք, եւ մենք որոշում կայացնենք։ Նույնիսկ Երևանում ասեց, որ մեր սեղանին է Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցը։ Հերթը Հայաստանի ասելիքին է։ Մենք ինչքան հետևողականորեն կլինենք այս հարցում։ Իհարկե ես ունեմ այդ երազանքը եւ կարծում եմ, որ մենք ռազմավարական որոշում կայացնելու այս դժվարությունը պիտի հաղթահարենք եւ կարծում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունը նաեւ դրան մեծապես օգնելու եւ կարծում եմ, որ մենք նաեւ ազգովի հունիսի 7-ին ինչ որ իմաստով հենց պիտի քվեարկենք հոգուտ եվրոպական հերանեկարի եւ ճիշտ ասած հենց մեր ուժն է նաեւ այս իմաստով ներկայացնում են 60,000 ստորագրողներին, որոնք Հայաստանը Եվրամիության կազմում են ուզում տեսնել։ Մենք մի ամսում հավաքել ենք անհրաժեշտ 50-ից 50,000-ից 10,000-ով ավել ստորագրություն, ու դա մեզ ցույց է տալիս, մենք ընդհանրապես շաշված քաղաքներում ենք ունեցել ստորագրություններ հավաքելու կետեր, համայնքային ներկայացուցչություններում, թաղապետարաններում, քաղաքապետարաններում։ Եթե մենք ամբողջ երկրով մեկ ի վիճակի լինեինք դա անել, մենք շատ ավելի արագ եւ շատ ավելի մեծ քանակությամբ ստորագրություններ կունենայինք։ Մենք այդ տրամադրությունները ամեն օր զգում ենք մեր նախընտրական հանդիպումներում եւ կարծում եմ իմ երազանքը շատ առարկայական է հանրային տրամադրությունների վրա հենվող։ Այս ճնշումները Ռուսաստանի Դաշնության կողմից ճնշումները կարծում եմ հենց մենք կարողացանք այլընտրանքներ մեզ համար ապահովել, ռուսներն էլ կհաշտվեն այդ իրողության հետ, ոչ մի դժվարություն չկա, իհարկե այստեղ հանուն այդ սպառնալիքների չի կարելի հրաժարվել եվրոպական հերանեկարներից, կարծում եմ ուղղակի վերջին ջանքերն է Ռուսաստանը գործադրում, որ մեզ պահի իր ուղեցրում, բայց դա արդեն անհնար է, հանրային մեծ ցասում կա ռուսական դավաճանության նկատմամբ, որտեղ ինչ որ տեղի ունեցել մեր բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, եւ ես ամեն անգամ հարց եմ տալի, էլ ինչ անեին ռուսները, որ վերջապես հասկանանք, որ իրենց հետ ճանապարհ չկա գնալու։ Մեր նկատմամբ ուղղակի դավաճանությունը կատարվել եւ դա հստակ Թուրքիայի հետ համաձայնեցված պլան է եղել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայտարարությունը, որը հեղինակել է անձամբ Պուտինը, հայկական պետականությունը չեղարկելու, կազմակերպելու վերաբերյալ ուղղակի պայմանավորվածություն է, ռուս-թուրքական պայմանավորվածություն է։ Եվ այս կեղծ, այս դիլեման գուբերնիա թե վիլայետ ծիծաղալի է։ Երկուսն էլ մեզ համար կործանարար է։ Մեկը Թուրքիան մեր ֆիզիկական գոյության թշնամին է, մյուսը մեր պետականության թշնամին է։ Իսկ մեր ժողովրդի ինքնության պաշտպանը միայն մեր պետությունն է։ Մեր քաղաքական ինքնության
պահապանը մեր պետությունն է։ Չկա հայկական պետականություն, հայ ժողովուրդը այլևս շանս չի ունենալու որպես ժողովուրդ հարատևելու։ Մեր ժողովրդի հավերժության երաշխիքը հայկական պետականությունն է։ Իսկ ես դրա համար տեսնում եմ միայն հզոր դաշնակիցների հետ գործակցությունը։ Մենք տնտեսապես ոտքի կանգնելու, տեխնոլոգիապես թռիչք ապահովելու, աճ ապահովելու, էներգետիկ կախվածությունը նվազեցնելու այլ հեռանկար չունենք, քան դաշնակիցների հետ հարաբերությունները իրական դաշնակիցների, նրանց ում հետ մենք ունենք ընդհանուր արժեքներ, նպատակներ եւ շահեր։ Ռուսաստանի հետ չունենք ոչ նպատակ, ոչ արժեք, ոչ շահ։ Իրենք գործով ցույց են տվել։ Մենք 200-ամյա հավատարմություն ենք ցույց տվել ռուսներին, իրենք վերջում այտենց Արցախը սկուտեղի վրա տվեցին ադրբեջանցիներին։ Մեր աչքի առաջ Նիկոլ Փաշինյանին կարող էին չսիրել, կարող էին ատել, ասել, որ նա Պրագայում չգիտեմ ինչ արել եւ այլն, բայց դուք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորություն ունեիք Արցախահայության անվտանգությունը ապահովել Արցախում։ Ինչ կապ ունի նոյեմբերի 9-ի հետ Պրագան։ Մանավանդ որ դուք էլ էիք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մինչև այդ հարցերի կարգավորումը կարելի էր, չէ՞, այդ ժողովրդի անվտանգությունը դրան նախորդած 9-ամյա բլոկադան գոնե թույլ չտալ։ Դուք այդ բլոկադայի ժամանակ բան էիք անում, ախր առևտուր էիք անում, Հայաստանից սիգարետ էիք տանում, այնտեղ ծախում անգամներով ավել գումարով, հա, սպեկուլյացիայով էիք զբաղված։ Ձեր զինվորները, ձեր խաղաղապահները դրանով են զբաղված եղել Արցախում։ Բոլորիս աչքի առաջ է եղել։ Էլ չեմ ասում, որ Շոյգուն հայտարարում էր Թուրքիայի հետ փայլուն օպերացիայի մասին Արցախի տարածքում։ Բա այս ուզում եք մենք մոռանանք ու ուզում եք, որ պատերազմից 6 տարի անց հանկարծ այս ընտրությունների ժամանակ ձեր այդ եղկելի քաղաքականությունը, հա, ռուս-թուրքական այդ համաձայնեցված ծրագիրը Հայաստանի դեմ մենք ձեր աչքը չխոթենք։ Հունիսի 7-ին Պուտինը այս իր ձակերով, այս մակաբույծներով, պարազիտներով պիտի պարտություն կրի։ 2021 թվականից Հայաստանում ընդդիմության տերը Պուտինն է։ Մեր նպատակն է, որպեսզի ընդդիմության տերը եւս լինի ժողովուրդը, որտեղ իշխանության տերը ժողովուրդն է, ընդդիմության տերը ով ասես բացի ժողովրդից։ Շան փայա ընդդիմությունը։ Մենք ասում ենք, որ ժողովուրդը պիտի վերստանձնի իր իշխանությունը ընդդիմության նկատմամբ։ Եվ դրա համար նաեւ մասնակցում ենք այս ընտրություններին ընդդիմափոխության կարգախոսով։ Մենք չենք ասում մենք իշխանություն ենք գալիս փոխում։ Ես լինելով առաջին համարը այդ ցուցակի, ասում եմ, մենք վարչապետի տեխնազու չունենք։ Մենք կառավարության կազմ չենք հայտարարել, որտեղ նաև իրատեսական ենք գնահատում իրավիճակը եւ հանրային տրամադրությունները գիտենք հիմնականում ինչ դասավորություն է եւ շատ ուրախ ենք, որ հանրության լայն շրջանակներ սկսել են ընկալել, թե ինչքան կարեւոր է ընդդիմությունը եւ ընդդիմության նույնիսկ մի հատվածի նկատմամբ մեր ժողովուրդը չունենա իշխանություն, դա առնվազն Պուտինի համար հենման կետ է իր Հայաստանը կազմաքանդելու ծրագիրը կյանքի կոչելու համար։ Հետևաբար այստեղ մենք շատ հետևողական ենք լինելու եւ առաջիկա օրերը եւս հիմնականում անցկացնելու ենք, որպեսզի մեր ժողովրդի ավելի ստվար հատված կարողանա պատկերացնել, թե ինչքան ճակատագրական շրջափուլում ենք մենք։ Հանդիպումներ ունենում եք Նիկոլ Փաշինյանի հետ, Վան Բաբաջյանի։ Քննադատել, խորհուրդ տալ, ինչ որ ժամանակահատված եղել է, շփումներ իշխանական տարբեր գործիչների հետ, իր հետ էլ եղել են հանդիպումներ, բայց վերջի շրջանում ոչ, որտեղ դրա ոչ կարիք կա, ոչ անհրաժեշտությունը։ Մենք իրապես հավատում ենք, որ անելիք ունենք որպես ընդդիմություն, շատ հարցերում ունենք ընդհանրություն եւ շատ հարցերում ինքներս էլ նախաձեռնող ենք եղել, այդ թվում նաեւ եվրոպական գործընթացը, Ամերիկայի հետ, Միացյալ Նահանգների հետ ստրատեգիական գործընկերությունը, չի եղել մի այց, որը
չի եղելի նպաստ Հայաստանի։ Ուղղակի համաձայնությունը կայացրել ենք, նվեր ենք տվել, ասել ենք մեր պետությունն է։ Եվ դա շատ բնական է, որտեվ համարել ենք, որ պետության հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Եվ այդ պայմանագրերը, հռչակագրերը, ստրատեգիական գործընկերության վերաբերյալ խարտիաները, կանոնադրությունները, որոնք ստորագրվել են, միայն մեծ ուրախություն են պարգևել, չենք ասել, որ դա իշխանության հաջողությունն է։ Բայց դրանք նաև կյանքի կոչելու իմաստով, կարծում եմ, առողջ ընդդիմություն պիտի լինի, նեցուկ պիտի լինի խորհրդարանում, որ հաշվետվություն պահանջի։ Օրինակ, այս քայլով ինչ ունենք արած։ Պայմանավորվել ենք, լավ ենք արել ամերիկացիների հետ։ Բայց էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ մինչև օրս չի հայտարարվում, թե մեր նոր էներգաբլոկը ում հետ ենք մենք կառուցելու։ Ինչու՞։ Դե բախում են։ Մենք ուզում ենք այս բախերը հաղթահարել։ Մի բան, որ իրենք կաշկանդված են, մենք կասենք։ Մի անուն, որ իրենք կաշկանդված են տալ, մենք կտանք։ Բայց պետությունը պիտի ունենա այդ ճկունությունը։ Եվ մենք ուզում ենք այդ պատասխանատվությունը վերցնել, այդ բեռը վերցնել, ծանր։ Այո, գիտենք, որ դա շատ ծանր բեռ է։ Գիտենք ում հետ գործ ունենք։ Գիտենք, որ ռուսները միջոցների մեջ խտրություն չեն դնում։ Մեր երկիր հոկտեմբեր 27 ու մարտի 1 բերած դերակատարներին ենք ճանաչում, որոնք այսօր ռուսական կողմնորոշման կրողներ են, բայց դա մեզ չի վախեցնում, որտեղ նպատակը, որ մենք դրել ենք, Հայաստանն է եւ Հայաստանի ապագան։ Մենք ով ենք այս նպատակի առաջ, որ օրնի բուն թևերներս չկշտենք ու չաշխատենք Հայաստանի բարօրության համար, Հայաստանի ապագայի համար, մեր բոլորի բարեկեցության համար։ Ինչու այլևս ակտիվ լրագրությունում չեք, պարոն Բաբաջանյան, ինչն է ձեզ հիասթափեցրել, որտեղ շատ բարձր ակտիվություն եք ունեցել, ազդեցություն եք ունեցել, ոնց։ Ես մասնագիտությամբ լրագրող էլ չեմ, ճիշտ ասած։ Լրագրությունը ինձ համար եղել է միջոց ակտիվ քաղաքական կյանքում լինել եւ իհարկե ես կարծում եմ, որ լավ ճիշտ հաշվարկներ են եղել։ Դե կարծում եմ, որ տեղափոխվել եմ արդեն մի ուրիշ հարթություն։ Ինչպես եք գնահատում լրագրությունից քաղաքական գործունեություն, ակտիվություն ունեցել եք, դերակատարում ունեցել եք լրագրության։ Դե ես ահռելի ազդեցություն եմ ունեցել քաղաքական պրոցեսների վրա։ Ասենք ես կարող եմ պատմել ձեզ, որ Գագիկ Բեկլարյանին պաշտոնից հեռացնելու հարցում անձնապես ունեցել եմ մասնակցություն։ Ես եմ առաջինը հրապարակել լուրը, թե ոնց է առևանգել Գագիկ Բեկլարյանը նախագահականից պրոտոկոլի այդ աշխատակցի։ Արամեր անուն է տղայի։ Ապտակելու, չէ՞, ինչու՞ թե տեղը չզիջելու համար։ Կնոջը։ Այո, միջոցառում։ Ասելա կնստեք Դոմինգոյի համերգի ժամանակ, տիկնոջը ասելա, քանի որ քաղաքապետը չի եկել, քաղաքապետը չի մասնակցել համերգին, տիկինն է գնացել։ Ասելա կնստեք այս կողքը։ Դա ուրեմն պատճառ դարձավ, որ ինքը գնա այս Սամվել Կարապետյանի եղբոր, որը աշխատակազմի ղեկավարն էր։ Ներկայությամբ այդ աշխատակցին վերցնի տանի պահի քաղաքապետարանի իրա սենյակու միջև կինը գա ներողություն խնդրել տա։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Նախագահականից առևանգել է աշխատակցին, տարել է քաղաքապետարան, պահել է ներսի սենյակու, չգիտեմ ինչ պայմաններում արդեն։ Կանդարյան Արամեր է տղայի անունը։ Գնդո էին ասում։ Եվ իմ հրապարակումից հետո Սերժը կանչեց ու վերջ։ Այս ծավալի ազդեցությունը դուք պատկերացնում եք ինչ է նշանակում իմ համար եւ լրատվամիջոցի համար այդ ազդեցությունները պատկերացնում եք։ Ասենք պատկերացնում եք Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանին ուղարկել էր ինձ մոտ, ես էլ առաջի անգամ պատմեմ։ Ու իմ ընկերը ինձ խնդրում է, որ ես նստեմ իր մեքենան եւ մենք ասում եմ խոսալու բան ունենք, ինձ խմբագրության առաջ կանգնած ասում եմ, արի ներս խոսենք։ Վերջ խնդրում եմ մի հատ մեքենայի մեջ նստի, բան նստում եմ մեքենան եւ հետևից Սամվել Ալեքսանյանը պարկած է, որովհետեւ ես չտեսնեմ, որ ինքը ընդեղ է։ Տենց հայտնվում է։ Ասում եմ ցավը տանեմ Քավորիս փրկի Կարեն Կարապետյանից Վազնանցի։ Որտեւ հաջորդը իմ ցուցակում Կարեն Կարապետյանն է, որտեւ ասում էի դու ով ես։ Դու լինելով աշխատակազմի ղեկավար, ո՞նց ես քո աշխատակցին տվել։
Ոնց ես հանձնել քո աշխատակցին։ Եվ ինքը խոստացավ, որ մի քանի օրում ազատման դիմում կգրի։ Ես էլ ասացի, ես էլ որևէ բան չեմ շարունակի։ Պիտի գնայինք, ու ինքը գնաց։ Ու ինքը պիտի գնար, որովհետև ոչ պակաս մեղսակից էր այդ երևույթին, հենց անձամբ ինքը, որովհետև ով ուզում էր լիներ, ինքը պիտի ասեր, եթե խնդիր կա, իմ ներկայությամբ պիտի այդ հարցը հարթվի, ոչ թե ինքը պիտի աշխատակցին թույլ տար, որ նա տաներ իր կաբինետ քաղաքապետարան, որպեսզի կինը ուրեմն նրանից ներողության բան ստանա։ Սա այս իրականության մեջ ենք ապրել։ Հիմա այս տեսակ ազդեցությունից հետո իհարկե հաջորդ հանգրվանը պիտի լիներ քաղաքական ակտիվ գործունեությունը, որտեղ ես սրանց ատամները հաշվել եմ, Սոնա ջան, իրանք ինձ համար ասենց գիրք են։ Եվ դրան իհարկե օգնել է իմ լրագրողական գործունեությունը։ Հունիսի 7-ին ձեզ որտեղ տեսնենք, պարոն Բաբաջանյան, ըստ ձեզ ինչ եք կանխատեսում։ Ես ամեն ինչ պիտի անեմ, որպեսզի խորհրդանում մենք զգալի ներկայություն լինենք։ Ընդդիմադիրի կարգավիճակում։ Այո, մենք ընդդիմափոխության օրակարգով ենք, մենք գիտենք մեր չափը եւ ես նաեւ նախորդ գումարման խորհրդարանում որպես միակ անկախ պատգամավոր ցույց եմ տվել, թե ինչքան արդյունավետ կարելի է լինել նույնիսկ մենակով։ Եթե կլինենք ֆրակցիա, ես ոչինչ չեմ ափսոսի, որպեսզի մեր արդյունավետությունը բազմապատկենք եւ ավելի մեծ արդյունք ցույց տանք, եւ սա ծայրաստիճան կարեւոր եմ համարում պետության համար։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջանյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ բլից հարցեր մի քանի, որը կխնդրեմ ավելի արագ արձագանքի։ Լիքը բացահայտումներ արեցի եւ դա ձեր նաեւ շնորհիվ էր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ։ ԱՄՆ-ում ԶԼՄ հիմնելը լրագրություններ թե քաղաքական նախագիծ։ Քաղաքական եւ լրագրական նախագիծ։ Կվերադառնայիք լրագրություն, եթե նորից սկսեիք ամեն ինչ։ Չէ, եթե նորից սկսեի, հաստատ կդառնայի օրինակ հոգեորական։ Քոչարյանից բացի ինչու երկար ժամանակ չեք թիրախավորել մյուս նախկիններին։ Քոչարյանը ինձ ամբողջական նախկիններին նկարագրող, մարմնավորող երևույթ է, որի տակ Աղվան Հովսեփյանն է, Սերժ Սարգսյանն է եւ ամբողջ դատական համակարգն է, նախարարներն են, Գագիկ Ծառուկյանն է, ելում ասեմ, Դաշնակցությունն է, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ինչ որ փուլում Ռոբերտ Քոչարյանի հետ են աշխատել, հետո աշխատել են Սերժ Սարգսյանի հետ։ Վովա Գասպարյանի հետ ձեր հարաբերությունները քաղաքական ազդեցություն ունեցել են ձեր կարիերայի վրա։ Մենք ընդհանրապես քաղաքական դրամագծորեն իրարից տարբերվող պատկերացումներ ենք ունեցել։ Եթե Վովա Գասպարյանը չկիսեր իմ մտահոգությունները պետության այդ փուլում խնդիրների ընթացքի վերաբերյալ, դժվար կլիներ մեր համատեղ շփումը առհասարակ։ Ինքը կիսել է իմ շատ ու շատ մտահոգություններ, որ այսպես շարունակել հնարավոր չի, եւ դա մեծապես նաեւ օգնել է, որ մենք հարաբերվենք։ Մտերմ ունենք։ Մարդու իրավունքների օրակարգը Հայաստանում հաջողված թե ձախողված եք համարում։ Կարծում եմ մենք երկար ճանապարհ ունենք այդ ուղղությամբ անցնելու։ ԵՄ անդամակցությունը իրական հեռանկար է թե քաղաքական պատրանք։ Շատ իրական։ Ամեն օր ավելի իրական։ Ես համոզվում եմ դա նաեւ մեր շփումներից։ Անձնական հարց. երբ կամուսնանաք, լուսանկարներից գուշակում ենք, որ ձեր սիրտը զբաղված է։ Այո։ Հուսանք ընտրությունները այդ իմաստով կարևոր հանգրվան կլինեն ավարտելու եւ անձնական կյանքով զբաղվելու։ Առավոտյան օրը ինչպես եք սկսում։ Իմ առավոտը դա մի մեծ պատմություն է։ Ես առավոտյան 4:30-5-ին եմ արթնանում ամեն օր եւ պլանավորում եմ օրս, հիմնական աշխատանքներ անում եմ մինչեւ ժամը 9, որպեսզի 9-ից հետո կարողանամ անարգել քաղաքական հանդիպումների, գրասենյակում լինել, այցելել մարզեր։ Ես ընդհանրապես դիսցիպլինայի եւ կարգապահության ամեն օր 4:30-5 հիվանդագին, այո, հիվանդագին։ Քաղաքականություն թե ԱՄՆ-ում օվկիանոսի ափին գիրք կարդալ։ Քաղաքականություն Հայաստանում։ Այսօրվա Հայաստանի գլխավոր վտանգը ո՞րն եք համարում։ Անտարբերությունը։ Իշխանությունը հիմա ավելի ուժեղ է թե ավելի խոցելի։ Ցանկացած պարագայում մեր մարտահրավերները եւ սպառնալիքները հաղթահարելու համար մեզ կարողություններ են պետք
եւ ուժ եւ գիտակցում, որ դրանք հաղթահարելու համար մենք չպիտի ապավինենք մի քաղաքական գործի, մի քաղաքական ուժի եւ մի ընտրական ցիկլին։ Շատ կարեւոր է, որպեսզի մենք ունենալով տարբեր պատկերացումներ մեր պետության զարգացման վերաբերյալ երբեք չվիճարկենք պետության գոյությունը։ Մեր հիմնական խնդրեմը մեր քաղաքական մրցակիցների հետ հենց սա է։ Մենք կարող ենք եւ ունենք տարբեր ռազմավարական, մարտավարական հարցերում տարբերություններ, այդ թվում մեզ նման այլ դեմոկրատական ուժերի հետ։ Բայց մենք չենք վիճարկում, մենք պետություն պիտի լինենք, թե ոչ։ Հիմնական այս Պուտինի պարազիտների եւ մեր տարբերությունը նա է, որ իրենք կասկածի տակ են դնում մեր պետություն ունենալու իրավունք։ Այս սա հիմնարար տարբերություն է։ Ես կարծում եմ, որ սա լուրջ խնդիր է։ Փաշինյանի ամենամեծ սխալը ո՞րն եք համարում։ Կարծում եմ շատ էմոցիոնալ լինելը, իրան անընդհատ խնդիրների առաջականգնեցնում եւ այդտեղ էլ մենք անելիք ունենք։ Ես շատ կուզեի, որ շրջապատում մեկը լիներ, որ այն ամենավերջի խոսքը ասելուն ձեռքը բռներ, ասեր մի ասա։ Եվ մենք էլ այդտեղ անելիք ունենք, եթե մեր ժողովուրդը մեզ այդ առիթը տա, սանձելու իմաստով։ Վերջի օրը, վերջի խոսքը չասելու, վերջի բառը չասելու, վերջին էմոցիան զսպելու իմաստով։ Ընդդիմության ամենամեծ գեղձիքը։ Ես ճիշտ ասած այն ում դուք ընդդիմություն եք կոչում, իրենց ամեն ինչ կարելի է կոչել բացի ընդդիմություն։ Հայաստանը հիմա ինքնիշխան է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ինքնիշխան լինելու ճանապարհին հաստատուն քայլեր է իրականացնում։ Ում հետ երբեք դաշինք չեք կազմի։ Նրանց հետ ում հետ չունենք արժեքային նպատակների եւ շահերի ընդհանրություն։ 2020 թվականի պատերազմը հնարավոր էր կանխել։ Այո, եթե հանձնեինք պետությունը, հիմա էլ են մեզ ասում, հանձնեք պետությունը, որպեսզի օրինակ տնտեսական պատերազմ չունենանք։ Ձեր ամենակոշտ քննադատը ով է։ Ընտրողը, ժողովուրդը։ Այս իշխանությունը կարող է խաղաղություն բերել։ Խաղաղությունը, ես կարծում եմ, որ իշխանությունը գործիք է ժողովրդի ձեռքին։ Ես ամեն օր տեսնում եմ, որ ժողովուրդը խաղաղություն է տենչում, բայց միևնույն ժամանակ առաջին մտահոգող հարցը անվտանգությանն է առնչվում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք քաղաքական ուժերի շատ մեծ համախոհություն ունենանք այն օրակարգի շուրջ, որը խաղաղություն կբերի, որովհետև բևեռացված այս միջավայրում շատ ծանր կլինի եւ շատ դժվար կլինի խաղաղության հասնել։ Եվ ի դեպ ասեմ, մեր միջազգային գործընկերներն էլ նայելով մեր ներսի այս պոլարիզացված, այս բևեռացված վիճակը շատ մտահոգ են եւ կասկածում են, որ մեզ կհաջողվի օրինակ միջազգային պայմանավորվածությունները կյանքի կոչել։ Եվ այն, ինչ մենք ներսում այսօր ունենք, մեծ հաշվով Հայաստանին կարող է ոչ պայմանագրունակ պետություն դարձնի։ Հետևաբար ներքին համերաշխությունը, ներսում արդարության հաստատումը ծայրաստիճան կարևոր է նաև դրսում հաջողության հասնելու համար։ Առանց ներքին խաղաղության հնարավոր չի դրսում խաղաղություն ունենալու։ Մենք ներսում խաղաղություն հաստատելու կարիք ունենք, Սոնա ջան։ Ով է այսօր իրական ընդդիմադիր գործիչը ըստ ձեզ, պարոն Բաբաջանյան։ Մենք ամենայն դեպս եթե ձեզ լավ ընդդիմություն համարում եք։ Այո, ես կարծում եմ, որ մենք ճիշտ ընդդիմություն ենք, լավ ու վատ չկա։ Մենք ամենայն դեպս լավին լավ ասելու եւ վատին սրտացավորեն արձագանքելու դժվարություն չունենք։ Եվ վերջին անգամ երբ եք սխալ ընդունել հրապարակայնորեն, երբ դուք սխալ եք գործել եւ ներողություն եք խնդրել։ Միշտ չեմ կարող մտաբերել, բայց երբեք այդ դժվարությունը չեմ ունեցել եւ իհարկե լինելով սխալական, նաեւ եթե դրա անհրաժեշտությունը եղել է, միշտ էլ հրապարակայնորեն եմ սխալս ընդունել։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջանյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Զրույցի համար շատ հետաքրքիր էր։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։